Ողջույն հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին սպասվում են ճակատագրական ընտրություններ, այդ ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու եւ Մայր Հայաստան կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին առաջարկ Հայաստանին ծրագրով Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին։ Ինչպես հայտնի է, հանրության տարբեր շրջանակներ, տարբեր կազմակերպություններ հանդես են գալիս իրենց ծրագրերով, առաջարկներով, որպեսզի հարստացնեն, համալրեն առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Մայր Հայաստան կուսակցությունը եւս իր առաջարկներն է ներկայացնելու Եվ այսօր մենք արդեն դետալային մակարդակով խոսենք, թե ինչ պատկերացումներ ենք ուզում կյանքի կոչել եւ ինչպես ենք ուզում փոխել այս իրավիճակը։ Նախքան բուն կետերին անցնելը 1-2 գնահատական կներկայացնեմ ընթացիկ իրավիճակի հետ կապված, ուրեմն Ալիևը եւ տեղական նշանակության Ալիևը համատեղ ահաբեկչական գործունեություն են իրականացնում հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ։ Ալիևը հայտարարում է, որ ինքը ամիսներ անց կարող է չճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այսինքն ավելի մեղմ տարբերակով ասում է, որ կարող է պատերազմել, ագրեսիայի դիմել, իսկ վարչապետի, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը էլ ավելի ագրեսիվ ալիևություն է անում եւ հայտարարում է, որ կոնկրետ սեպտեմբերին լինելու է ագրեսիա պատերազմ, եթե հանկարծ ինքը չվերընտրվի։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում իդեմս քաղաքացիական պայմանագրի քվեարկվելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը որպես ապագա կամ վերարտադրվող վարչապետ, այլ քվեարկվելու է Ալիևը։ Եվ սա ամենախայտառակ իրավիճակն է, որը մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար պետք է շատ հստակ երկընտրանք լինի մեր ընտրողների համար։ Մեր ընտրությունը լինելու է Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Արժանապատվություն, թե նվաստացում։ Բարեկեցություն բոլորի համար, թե իշխող նեղ խմբակի։ Շատ պարզ ընտրություն է, որը մենք պետք է կատարենք միասին։ Ես հիմա արդեն կանցնեմ մեր կետերի ներկայացմանը եւ առաջին կետը մեր 10 առաջարկների կոչվում է երաշխավորված խաղաղություն։ Մենք դրական ենք գնահատում այն, որ ընդդիմադիր խոսույթի մեջ, ընդդիմադիր շրջանակների խոսույթի մեջ հայտնվել է այս ձևակերպումը, որը մենք ամիսներ առաջ էինք առաջ քաշել եւ կարծում ենք, որ սրա բովանդակությունը պետք է բացահայտել։ Ուրեմն իշխանությունը, որը ներկայացնում է պատերազմի եւ պարտության կուսակցությունը, բոլորիս մեղադրում է, որ մենք պատերազմ ենք բերում, բայց իրականում պատերազմի կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրն է, մենք ներկայացնում ենք խաղաղության կուսակցությունը։ Պատերազմի ագրավները հակել են խաղաղության աղավնու հակու կապը եւ խափում են ժողովրդին։
Այս առումով փաստորեն Ալիևը ավելի անկեղծ է եւ չի խաբում, որ որևէ խաղաղություն չկա Հայաստանի հետ։ Կա ընդամենը միակողմանի զիջումներ։ Ուրեմն օրվա իշխանությունը Հայաստանը դարձրել է դոշի բրոշկա եւ այսպես կոչված ուրախ ավտոբուսով շրջում է մարզերում եւ խաբում է ժողովրդին, թե իբր խաղաղություն է բերել, բայց Ալիևը պայթեցրեց այդ ուրախ ավտոբուսը եւ ցույց տվեց, որ իրական եւ երաշխավորված խաղաղություն չկա, իսկ եթե կա, ապա այդ խաղաղության երաշխավորը հենց ինքը Ալիևն է։ Մեր պատկերացրած երաշխավորված խաղաղությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի եւ մենք ասում ենք, որ ոչ թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, այլ ճիշտ հակառակը, անվտանգային համակարգ ապահովելով է հնարավոր հասնել խաղաղության։ Ուրեմն մեր պատկերացած երաշխավորված խաղաղությունը ունի հետևյալ բաղադրիչները։ Առաջին, դա հայկական բանակի վերականգնումն է։ Առաջին եւ թիվ 1 երաշխավորը մեր անվտանգության հայկական բանակն է, որը պետք է ձգտի դեպի պրոֆեսիոնալիզմի։ Հայաստանի բանակը իշխանափոխությունից հետո կհամալրվի ժամանակակից զինանոցով, կզարգացվի տեղական ռազմաարդյունաբերությունը։ Բանակի սպայական կազմը պետք է համալրվի բարձրակարգ կադրերով, իսկ նրանց կենցաղային պայմանները կդրվեն որակապես նոր հիմքերի վրա։ Բանակի պրոֆեսիոնալ մասը կավելացվի երկարաժամկետ պայմանագրերի կնքումով, սահմանների պաշտպանությունը կդրվի պրոֆեսիոնալ կադրերի վրա։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ մենք կարծում ենք, որ 18 տարեկան զորակոչիկները չպետք է ծառայության անցնեն երկրի սահմաններում եւ այլ վտանգավոր դիրքերում։ Բանակը զորակոչիկի համար կդառնա ռազմական արվեստ ուսանելու, կրթվելու վայր, այլ ոչ թե կվերածվի վտանգավոր գործունեության ու հարկադրաբար կորսված ժամկետի։ Եվ ընդհանրապես բանակում ծառայելը պետք է քարոզվի որպես մշակույթ, ռազմական գործունեություն իրականացնելը որպես բարձր մշակույթ եւ բարձր հարգանք վայելող գործունեություն, որի հետ կապված մենք պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք եւ քանի բանակից ենք խոսում, ես առաջարկում եմ բարձր ծափահարություններով մեր զինվորականներին ողջունել։ Ժամանակին, երբ որ մենք կարողացանք հաղթանակ տանել Արցախյան առաջին պատերազմում, ընդունված էր եւ դրա հիմքերը կային, որ մենք ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, նկատի առնվում Հարավային Կովկասը։ Հիմա մենք այդ իմիջային կոմպոնենտը կորցրել ենք, բայց մենք 5 տարվա ընթացքում լրիվ հնարավորություն ենք ունենալու եւ պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի վերականգնվի հայկական բանակի իմիջը։ Ու քանի որ մենք երաշխավորված խաղաղությունից ենք խոսում, նաև պետք է հաշվի առնենք, որ այս իրավիճակը առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքով, որտեղ ցավալի պարտություն ենք կրել եւ կորցրել ենք Արցախը։ Սրա հետ կապված դիրքորոշումներ է պետք արտահայտել, ուրեմն հստակ առանց ձևականության եւ հուզականության ասեմ։ Մենք գտնում ենք, որ նա ում սիրտը չի ցավում Արցախի կորստի համար, սիրտ ու հոգի չունի ու մեծ հաշվով հայ չի։ Բայց նա, ով ասում է, որ իշխանափոխությունից հետո ամիջապես մենք հետ կբերենք Արցախը, նա խելք չունի կամ արկածախնդիր է։ Արցախի հետ կապված մենք մեր դիրքորոշումը հետևյալ կերպ ենք հայտնում։ Արցախի թեման փակված չէ, քանի որ կան էթնիկ զտման ենթարկվածներ։ Մենք գտնում ենք, որ արցախահայության վերադարձի իրավունքը պետք է դրվի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում,
եւ դրա հետ կապված միջազգային բոլոր խոշոր խաղացողները որևէ խնդիր չունեն։ Բացի Հայաստանի իշխանությունից ու Ալիևից ոչ մի միջազգային կենտրոն, լինի դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, որևէ խնդիր չեն տեսնում Արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության հետ կապված։ Ուրեմն այս հարցը հայտնվելու է մեր օրակարգում։ Երկրորդը, Արցախահայության սոցիալական եւ այլ միջազգայինորեն պաշտպանված իրավունքները պետք է նորից հայտնվեն մեր օրակարգում, ինչպես որ աշխարհում ընդունված է, օրինակ Թուրքիան միլիարդավոր դոլարներ է ստանում փախստականների հետ կապված, նույն Եվրոմիությունից ասում է, որ դուք պետք է ինձ ֆինանսավորեք, որպեսզի նրանք չգան Եվրոմիություն եւ այլն։ Մենք այդպիսի խնդիր չունենք, մեր արցախահայ քույրերն ու եղբայրները պետք է Հայաստանում լինեն, իհարկե պահելով վերադարձի իրավունքի հնարավորությունը, այդ հարցը միջազգայինորեն քննարկելու հնարավորությունը, բայց նրանց սոցիալական եւ այլ տիպի իրավունքները պետք է պաշտպանվեն եւ Եվրոմիությունը, որի ներկայացուցիչները Մակրոնը, Բորելը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Միշելը, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման համար, իրենց երկրներում պետք է լոբինգ անեն, որ գոնե ինչ որ չափով իրենց մեղքը քավեն եւ Արցախահայությանը կոնկրետ եւ ուղիղ եւ էական աջակցություն տան, որովհետեւ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հենց այս մարդկանց միջնորդությամբ է Արցախը հանձնվել Ադրբեջանին։ Իհարկե տեղական Ալիևի ձեռքերով, բայց նաև նրանց հրահրմամբ, միջնորդությամբ եւ դիմացը խոստանալով աթոռի պաշտպանություն։ Այ հիբրիդային պատերազմը հենց այդտեղից սկսվեց նաև։ Երբ որ քարոզեցին, որ կպահպանենք անվտանգությունը, Արցախահայության համար հնարավորություններ կստեղծենք, բայց բերեցին էթնիկ զտումներ։ Այնպես որ իրենց մեղքը թող քավեն, ճիշտ է Բայդենը հիմա գնացել է, որը նույնպես մեղավորություն ունի, գլխավոր քավորներից մեկը ինքն է եղել նաև։ Բայց այս շրջանակները, այս գլոբալիստական շրջանակները, որոնք Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որպեսզի հակառուսական իրենց գիծը առաջ տանեն, իրենք մեղավորություն ունեն եւ այդ մեղքերը պիտի քավեն եւ Արցախահայության վերադարձի իրավունքի մեջ ներգրավվելով եւ սոցիալական ու այլ տիպի իրավունքներ պաշտպանելով Արցախահայության համար։ Սա է մեր գլխավոր եւ հիմնական մոտեցումը Արցախի հետ կապված։ Հաջորդ կարևորագույն բաղադրիչը, որ ունի երաշխավորված խաղաղությունը, դա դաշնակիցների հետ մեր հարաբերությունների վերականգնումն է։ Աշխարհում չկա մի դեպք, երբ որ մեր տիպի երկրները առանց դաշնակիցների իրենց անվտանգությունը ապահովում են։ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների նայեք, Եվրոմիությունը մի ամբողջ հսկայական հարուստ Եվրոմիությունը լրիվ այլ հովանոցի տակ է։ Տալիս է արդյոք դաշնակիցը 100%-ով երաշխիք, որ կլինի խաղաղություն եւ անվտանգություն։ Ոչ, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Պարսից ծոցում։ Բայց դա ավելի բարձր երաշխիք է մեր պարագայում լինելու, քան Ալիևի տված երաշխիքը։ Այսօրվա Հայաստանի իշխանության առաջարկած մոդելը դա Ալիևի երաշխավորությամբ խաղաղությունն է, որը մենք տեսել ենք, թե իրենից ինչ է ներկայացնում։ Ուրեմն մեր պատկերացմամբ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը այդ դաշնակցային հարաբերությունների վերականգնումն է։ Ուրեմն առաջին հերթին պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այն դարձնելով վստահելի։ Եթե այս վարվող քաղաքականությունը մնա, մենք չենք ունենա դաշնակից։ Լիարժեքորեն պետք է վերականգնենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դա թվում է, թե ոչ պոպուլյար այսօր ձևակերպում է, որովհետև եւ քարոզությամբ, եւ նաեւ ինչ-որ օբյեկտիվ հարցադրումներով եւ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը խնդիրներ են առաջացրել, հարցեր են առաջացրել Հայաստանի քաղաքացիների մոտ, բայց ասեմ ձեզ, որ մենք մասնագիտական եւ քաղաքական առումով ավելի լուրջ եւ ավելի առարկայական հարցեր ունենք մեր դաշնակից Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ի հետ կապված։ Բայց մենք այդ հարցերը բարձրացնում ենք եւ բարձրացնելու ենք ոչ թե թշնամություն ապահովելու,
ոչ թե դրսի ուժերի ձեռքին մանրադրամ դառնալու համար, այլ այդ խնդիրները լուծելու համար։ Այլ հարցը, երբ որ դու բարեկամաբար բոլոր սուր հարցադրումները բարձրացնում ես եւ քննարկում ես լուծում գտնելու համար, այլ հարցը, եթե դու դառնում ես Ուրսուլաների եւ մյուսների ձեռքում մանրադրամ, որպեսզի հակառուսական գիծ վարես, կալանավորում ես հապկի քարտուղարին, հայ ազգի հակառուսական գիծ ես որդեգրում, հետո սկսում ես նրանց վրա բարթել քո բոլոր խնդիրները եւ այդպիսով անում այն, ինչ որ իրենց երկրների հետ արել են Սաակաշվիլին ու Զելենսկին։ Հիմա Վրաստանի իշխանությունները այդ ճանապարհով չեն գնում, դրա համար դարձել են արևմուտքի աշկի գրողը։ Եվ արևմուտքում չեն թաքցնում, ասում են մենք ձեզ հո Եվրոմիություն բերելու համար չէինք ընկերություն անում ձեր հետ։ Մենք ձեզ օգտագործում էինք Ռուսաստանի դեմ, հիմա որ դուք չեք օգտագործում ձեր ժողովրդի արյան ու ձեր տարածքների գնով, մենք սկսում ենք ասել, որ դուք ժողովրդավար չեք, որ դուք վատն եք, քխեք։ Իսկ ահա Հայաստանի իշխանությունը համաձայնել է մանրադրամ դառնալու, դրա համար նրա ուսին թփթփացնում են Եվրոխորհրդարանի տարածքում ծափահարում են այնպես, ինչպես մարդիկ ծափահարում էին հայտնի վեպի մեջ Շարիկովին եւ ասում են, որ փայլուն իրավիճակ է։ Ուրեմն մենք հակառակն ենք անելու։ Մենք Ռուսաստանի հետ վերականգնելու ենք կապերը եւ դաշնակցային հարաբերությունները, հապկի հետ էլ վերականգնելու ենք մեր կարգավիճակը, որովհետեւ սա խայտառակություն է, սկիսահղիությունը, բայց բոլոր հարցերը առաջ ենք քաշելու։ Իրանը մեր հարևան բարեկամ երկիրն է եւ եթե կուզեք այսօր Իրանը կռիվ է տալիս նաեւ Հայաստանի համար, այդպես է ստացվում։ Իրանի հետ կապերը մենք պետք է խորացնենք, բայց չխառնվենք այս հակամարտության մեջ եւ վերցնենք ակտիվ դիտորդի կարգավիճակ, այսինքն ինչքան որ հնարավոր է, որպեսզի նպաստի Հայաստանը իր ուժերի չափով խաղաղության հաստատմանը եւ այլն, ապա դա մենք պետք է կյանքի կոչենք։ Բայց խորացնելը պարտադիր է։ Երաշխիքներից մյուս կետը դա կոմունիկացիոն խաչմերուկ դառնալն է, որի մասին մի քիչ ավելի դետալային քիչ անց կխոսենք։ Այդ կոմունիկացիոն խաչմերուկը հյուսիս-հարավը եւ արևելք-արևմուտքը իրական ապաշրջափակումն է Հայաստանի, այլ ոչ թե այն միջանցքը, որ տվել են ու ասում են, թե իբր Հայաստանը շրջափակվել է, Ադրբեջանից էլ Ադրբեջանի տարածքով բենզին ու ցորենը գալի, ասում են, տեսեք, Ադրբեջանը ապաշրջափակել է, սուտ է դա, բլեֆ։ Այդ տրամաբանությամբ Թուրքիան էլ է ապաշրջափակել, որովհետև Թուրքիայից էլ ապրանքներ Վրաստանի միջոցով գալիս են, ընդ որում 30 տարի են արդեն գալի։ Բայց խո մենք չենք խոսում, որ ապաշրջափակվել է այդ ամեն ինչը։ Ուրեմն իրական կոմունիկացիան պետք է ապահովել։ Հիմա կոնկրետ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ մոտեցումներ պետք է որդեգրենք։ Ուրեմն հաշվի առնելով մեր եւ Ադրբեջանի ժողովուրդների անցած պատմությունը, շատ դժվար գործընթաց է սպասվում, բայց պետք է լուծել այդ հարցը եւ անպայման այդտեղ պետք է լինի միջնորդ երաշխավոր։ Այսօր իշխանությունը Հայաստանի բանակցում է Ադրբեջանի հետ առանց միջնորդի, ամենայն դեպս իրենք այդպես են ասում եւ առերևույթ այդպես է երևում։ Դա նշանակում է Ալիևը պետք է անընդհատ պահանջի, սրանք պետք է անընդհատ զիջեն։ Իսկ դա միակողմանի խաղ է, որը մեզ տանելու է պարտության։ Հետևաբար մեզ միջնորդ երաշխավոր է պետք եւ այդ միջնորդ երաշխավորի պարագայում մենք տեսնում ենք հնարավորություն, որ 5 տարվա ընթացքում կարող ենք ամբողջականացնել Ադրբեջանի հետ սահմանագծումը եւ սահմանազատումը։ Ինչի՞ դա կարևոր։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք լրացուցիչ հնարավորություն ստանալ խաղաղությունը ապահովելու եւ նաեւ որոշակի հստակություն մտցնել հարաբերություններում։ Իսկ դա այդ միջնորդի դերում մենք տեսնում ենք առաջին հերթին Ռուսաստանում, որի քարտեզներով կարող ենք նաեւ իրականացնել սահմանագծումը եւ սահմանազատումը եւ որի միջնորդությամբ ու երաշխավորությամբ հնարավոր է բարձրացնել
անվտանգային մակարդակը։ Հակառակ պարագայում կրկնեմ, ստացվում է, որ Ալիևն է մեր երաշխիք տալու։ Հաջորդը Հայաստանն ու Ադրբեջանը, եւ մենք բանակցային գործընթացի հիմքում դա ենք դնելու, պետք է պարտավորվեն չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Օրինակ Ադրբեջանի պահանջով սահմանադրություն չպիտի փոխվի։ Ինչը հիմա արվում է։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում, բացի Արցախայցյան վերադարձի իրավունքից, նաև պետք է դրվի գերիների հարցը։ Գերիների հարցը այն ինդիկատորն է, որը ցույց է տալու Ադրբեջանը անկեղծ է խաղաղության հասնելու ձգտման մեջ, թե ոչ։ Մեր համար դա ոչ միայն արժանապատվության եւ բարոյականության հարց է գերիների վերադարձը, այլ նաեւ անվտանգային համակարգին է վերաբերում, որովհետեւ եթե գրում ենք խաղաղության, բայց գերիներին պահել են, ուրեմն նշանակում է, որ պատանդների միջոցով են ուզում մեր վրա ճնշում կիրառել։ Դա պետք է բացառվի։ Հաջորդը, որը մտնում է նաև այս բաղադրիչի մեջ, դա հայ-թուրքական հարաբերություններն են։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի առավելագույնս հայ-ադրբեջանականից այդ հարաբերությունները տարանջատելը։ Հիմա դրանք 100%-ով փոխկապակցված են դարձել այս իշխանությունների նաև համաձայնությամբ, եւ Թուրքիան անընդհատ ասում է գնա Ադրբեջանի պահանջները բավարարի, հետո կգաս կխոսենք, բավարարի, հետո կգաս կխոսենք, այդպես բավարարելով վերջում կարող ենք հասնել Երևանին ու անունը դնեն, որ եթե դա չանենք, ապա պատերազմ կլինի։ Սևանը չտանք պատերազմ կլինի, Երևանը չտանք պատերազմ կլինի, հետո վերջում կասեն դե Հայաստանը չտանք պատերազմ կլինի, ավելի լավ է տանք պատերազմ չլինի, եւ Հայաստանն էլ չի լինի այդ դեպքում։ Ուրեմն հայ-թուրքական հարաբերությունները մենք կողմ ենք, որպեսզի կոմունիկացիաները ապաշրջափակվեն եւ հաստատվեն միջպետական դիվանագիտական հարաբերություններ, բայց առանց այդ նախապայմանների եւ առանց փոխկապակցվածության։ Իդեպ մենք չենք մեղավոր, որ այս ամեն ինչը փակ է, սահմաններ կլինեն եւ այլն։ Թուրքիայի դաշտում է գնդակը եւ մեր մեղավորությունը չի, այստեղ իրենք պետք է քայլ անեն։ Ուրեմն սա երաշխավորված խաղաղության մեր բաղադրիչների մասին։ Միջնորդ, երաշխավոր, սահմանագծում, սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների վերականգնում դաշնակիցների հետ եւ ամենակարևորը հայկական բանակի վերականգնում։ Հաջորդը մեր 10 առաջարկներում մենք վերնագրել ենք հավասարակշռված դիվանագիտություն։ Սրանք այդ տերմինը օգտագործում են, ասում են բալանսավորված են կանոնբան եւ այլն, բայց սուտ են ասում։ Իրենք միակողմանի մանրադրամային քաղաքականություն են վարում։ Հավասարակշռված դիվանագիտություն նշանակում է Հայաստանը չի դառնալու աշխարհաքաղաքական ուժերի բախման թաթերաբեմ, Հայաստանը չի օգտագործվելու որպես հակառուսական գործիք արևմտա-թուրքական շրջանակների ձեռքում, Հայաստանը չի մտնելու գլոբալ հակամարտությունների տիրույթ, այլ Հայաստանը համադրելու է աշխարհի ուժեղների շահերը, իր հարաբերությունները լավացնելու է բոլոր հարևանների հետ եւ կառուցելու է կոմունիկացիոն իրական խաչմերուկ, որպեսզի մենք կարողանանք ապահովել իրական խաղաղություն եւ իրական անվտանգություն։ Ուրեմն օրվա իշխանությունները ըստի համեցեքի տարբերակով բերել է Հայաստանը դարձրել է բախումների թաթերաբեմ, դրան դեմ ենք բնականաբար եւ առաջարկում ենք հետեւյալ մոտեցումները։ Խորացնել Հայաստան-Վրաստան հարաբերությունները, դրանք բարեկամականից բարձրացնելով ռազմավարականի մակարդակին։ Կմշակվեն այդ երկրի հետ տարբեր ոլորտներում համատեղ զարգացման ծրագրեր, այդ թվում զբոսաշրջության ոլորտում, տնտեսության տարբեր ոլորտներում, էներգակիրների ոլորտում։ Վրաստանի հետ տնտեսական կոոպերացիայի խորացումը եւ երկաթգծային հանգույցի գործարկման ուղղված ջանքերի ներդրումը ակտիվացվելու են, այդ թվում հաշվի առնելով նաեւ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարը։
Վրաստանի դերը կարևոր է կոմունիկացիոն խաչմերուկի ստեղծման գործում եւ Հայաստանը կարող է առնվազն հարթակ տրամադրողի ֆունկցիա կատարել Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում այն հաշվարկով, որ մեզ ձեռնտու կլինի աբխազական երկաթգծի բացումը եւ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի այդ հյուսիս-հարավ ճանապարհի մեջ նաեւ այդ երկաթգծի գործարկումը լինի։ Այս պահին հնարավոր է, դեռ դժվար է ասել, բայց ջանքեր պետք է ներդնել եւ Վրաստանի այսօրվա իշխանությունների վարկագիծը ցույց է տալիս, որ իրենք ռացիոնալ են, պրագմատիկ են եւ իրենց ազգային շահն են պաշտպանում, իսկ այդ շահի մեջ մենք մերը կարող ենք ներմուծել եւ ապահովել հարաբերություններ։ Տեսեք, Վրաստանի հետ կապերը այսօր առերևույթ լավ են, բայց նույն Վրաստանում մեր բիզնեսմենները, գիտեք, բեռներ ունեն, որոնք օրերով, նույնիսկ շաբաթներով կանգնեցվում են եւ մեր կարծիքով դա Հայաստանի իշխանության նաեւ մեղավորությունն է առավելապես, որ հայ-վրացական հարաբերությունները չեն կարողացել կարգավորել այնպես, որ այդպիսի խնդիրներ չառաջանան եւ նրանք հակոտնյա ուժեր են ներկայացնում Հայաստանի իշխանությունն ու Վրաստանի իշխանությունը այդ մանրադրամային քաղաքականությունը ընդունել չընդունելու առումով, դրա համար էլ այդպիսի խնդիրները առաջանում են։ Մեր իշխանության պարագայում այդպիսի խնդիրներ չեն առաջանալու, դա մենք ձեզ վստահեցնում ենք։ Հաջորդը հավասարակշռված դիվանագիտության մեջ դա Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն են։ Հայաստանը մեր մոտեցումը հետևյալն է, սա էլ հստակ ֆիքսենք, ժողովուրդ ջան։ Հայաստանը հավատարիմ է մնալու Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված բոլոր համաձայնություններում, փոխ լրացնելով դրանք եւ առավելագույնս պաշտպանելով հայկական շահը։ Թրիփի ծրագիրը կարող է կյանքի կոչվել մեր երկրի անկախության, իրավազորության եւ Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքով, այլ ոչ այնպես ինչպես որ հիմա է։ Փաստաթղթում նշված է փոխադարձության սկզբունքը, շատ լավ։ Դա նշանակում է, որ մենք պետք է շահ կապենք այդ նախագծի կյանքի կոչումը Հայաստան-Իրան երկաթգծային եւ ավտոմոբիլային երաշխավորված կապի ապահովման հետ, այդ թվում Նախիջևանի տարածքով։ Եթե ադրբեջանցիները ուզում են Հայաստանի տարածքով անխոչնդոտ ճանապարհ ունենալ դեպի Նախիջևան, մայր իրենց հատվածից դեպի Նախիջևան, մենք էլ Նախիջևանի տարածքով նույն տրամաբանությամբ պետք է ճանապարհ ստանանք դեպի Իրան։ Հաջորդը Ադրբեջանի տարածքով նույն տրիպի փոխադարձության եւ սկզբունքներին համահունչ պետք է ավտոմոբիլային եւ երկաթգծային ճանապարհ ստանանք դեպի Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով։ Կգանք ընդհանուր համաձայնության, շատ լավ, կոմունիկացիաները կապաշրջափակվեն, իսկ ով կլինի դեմ, օբյեկտիվորեն եւ լեգիտիմության առումով ոչ մեկ դրան դեմ չի կարող լինել, այդ թվում Ադրբեջանը։ Ուրեմն այս առումով կարծում եմ Միացյալ Նահանգներն էլ են շահագրգիռ, որովհետև Միացյալ Նահանգների տարբեր շրջանակները ասում են, որ տրիպը ռիսկային նախագիծ է, որովհետև անվտանգության համակարգ չկա, ամեն ինչ փխրուն է, խաղաղությունը, չկան երաշխավորներ, եւ այստեղ պատկերացրեք այն դեպքն է լինելու, երբ որ կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ շահագրգիռ են լինելու Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը, Հնդկաստանը եւ բնականաբար մենք որպես տարածաշրջանի երկիր եւ տարածաշրջանի մյուս երկրները, ինչն էլ կարող է բերել իրական ապաշրջափակման։ Այս տրամաբանության մեջ մենք շարունակելու ենք մեր բարեկամական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հաջորդը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ։ Այստեղ մի քիչ խնդիրներ կան այն առումով, որ մարդկանց խաբել են, թե իբր Եվրամիությունում մեզ սպասում են, Եվրամիությանը կանդամակցենք, լավ կապրենք եւ այլն։ Սուտ Եվրամիությունում մեզ չեն սպասում, բայց Եվրամիությունը մեր գործընկերն է, բարեկամն է եւ SEPA-ի շրջանակներում մենք պատրաստ ենք զարգացնել Եվրամիության հետ հարաբերությունները, արժեհամակարգային կառավարման բարեփոխումների, եվրոստանդարտները կառավարման մեջ ներդրումներու առումով, բայց ինչ վերաբերում է արժեքներին, ապա մենք մեր ավանդական արժեքները պաշտպանելու կողմնակից ենք եւ այն գրեհկությունները, որ այս այնտեղից քարոզում են, եւ այս նոր սահմանության մեջ իդեպ այդ առումով այսպես միասեռականության քարոզ են ներդնում հիմա այս նոր սահմանությամբ, մենք դրան դեմ ենք։ Եվրամիության հետ կապված, տեսեք, մենք բոլոր ստանդարտները ապահովել ենք, բանակցում ենք, բայց մեր ժողովրդին մի քիչ
Եվրոմիության ներկայացուցիչները 4-րդ սորտի մարդ են դիտարկում, կներեք այդպիսի տպավորություն կա։ Ուրեմն առաջին հերթին դա վերաբերում է առանց վիզային ռեժիմի մեր այցելություններին։ Մենք ունենք համաձայնություն։ Ասենք, այսպես ասած, հերիք ու բոլ եղավ մեր ժողովրդին 4-րդ կարգի մարդ դիտարկելը եւ Հայաստանի դեմ ռասիզմ կիրառելը։ Ինչպես որ Վրաստանում են արել առանց վիզայի ռեժիմի ներդրումը, այնպես է թող Հայաստանում անեն։ Ինչով ենք մենք պակաս։ Մենք փաստորեն մեր քաղաքացիները համ ուզենան տուրիստական այց անել, փող ծախսեն այնտեղ, այնտեղի տնտեսություններին նպաստեն իրենց մասով, համ էլ այստեղ տանջվեն, որ վիզա ստանան, այդ բյուրոկրատիան, քաշքշուկը, նաև կոռուպցիան, որ կա, սա մեր համար անընդունելի է։ Ընդ որում, այս իշխանության օրոք, այն որ ասում են մենք Եվրոմիություն ենք գնում արևմտամետ եւ այլն գծի վրա ենք, այս իշխանության օրոք վիզաների ստանալը ավելի է քաշքշուկը մեծացել եւ բյուրոկրատիզացվել։ Այնպես որ Եվրոմիության հետ մեր գլխավոր խնդիրը այդ առանց վիզայի ռեժիմի համակարգի ներդրումն է եւ մենք այս առումով շատ լուրջ բանակցություններ ենք վարելու։ Նաեւ աշխատուժի քվոտաների մասով եւ այլ համակարգերով, ինչպես որ ոչ ԵՄ անդամ մյուս երկրների հետ ԵՄ-ն ունի այդ հարաբերությունները։ Մենք այս ամեն ինչը պետք է բանակցենք եւ ներդնենք։ Հաջորդը տնտեսության աճ, որը շատ կարևոր բաղադրիչ է մեր անվտանգության ապահովման համար։ Այն տնտեսական մոտեցումները, որի մասին քիչ հետո կխոսենք, որը որ մենք առաջարկում ենք ներդնել, մեզ հնարավորություն է տալու հաջորդ հնգամյակին 31-ի ավարտին արդեն ունենալ 75 միլիարդ դոլարի համախառն ներքին արդյունք։ Այսօր 27-29 տարբեր թվեր են նշում, բայց ենթադրենք 29 ընդունենք հիմք, 29 միլիարդ դոլարի է հասնում, մենք հնարավորություն տեսնում ենք առաջանցիկ աճի տեմպերով հասցնել 75 միլիարդ դոլարի մեր հնան, ինչը շատ կարևոր բաղադրիչ կլինի անվտանգության ապահովման համար։ Այստեղ մոտեցումները ներմուծման փոխարինումն է, արտահանման խթանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, որը այս իշխանությունների օրոք շատ չնչին մակարդակի վրա է եւ եթե չասենք, որ շատերը թողնում հեռանում են, բիզնեսի մեգա նախագծերի իրականացում է լինելու եւ եթե առանձին դետալների մեջ չմտնենք, սա իհարկե որպես նախընտրական դիտարկում, ուրեմն մեկ շնչին բաժին ընկնող հնայի մասը առաջիկա հնգամյակի վերջում կհասնի 25000 դոլարի, միջին աշխատավարձը 2000 դոլարի չափ այդ հաշվարկներով եւ նվազագույն աշխատավարձ մենք 27 թվականից պատրաստում ենք սահմանել 150,000 դրամը։ Սա որպես նվազագույն աշխատավարձ։ Հաջորդ առաջարկը, որը մենք վերնագրել ենք որպես հարկային դրախտավայր, իրենից ներկայացնում է հետևյալը։ Ուրեմն հարկը սեփականության լեգիտիմության ապահովման միջոց է նաև եւ հանրության տարբեր շերտերի միջև համակեցության նորմերի պահպանում։ Գիտեք, ես անցած տարիների ընթացքում անկախության սոցիալական բևեռացվածությունը շատ մեծ է եղել եւ մեծ մասը աղքատ է, միջին խավը խարխափում է օրվա դժվարությունների մեջ, իսկ մի նեղ շերտ հանրության հարստացել է տարբեր գործընթացների արդյունքում եւ առաջացել է սեփականության լեգիտիմության խնդիր։ Այս լեգիտիմության խնդիրը պետք է լուծենք աղքատության հաղթահարմամբ եւ հարկային այնպիսի քաղաքականությամբ, որը նորմալ հարաբերություն կստեղծի հանրության մեջ եւ կնպաստի տնտեսության զարգացմանը։ Մենք առաջարկում ենք հետեւյալ մոտեցումները բիզնեսի տարբեր շերտերին։ Մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը ազատվում է հարկերից, այսինքն 0 հարկ միկրոբիզնեսի համար, բայց մինչև 60 միլիոն դրամ տարեկան։ Այստեղ ես չեմ ուզում, ասենք, պոպուլիզմի գիրք ընկնել կամ ռացիոնալիզմից դուրս գալ, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ տարեկան 60 միլիոն դրամ դա իրոք շատ փոքր միկրոբիզնես է, ասենք կարող է
կարկատնակների, այսպես մոդայիկ դարձած ուրեմն թխելով վաճառեն կամ փոքր ինչ-որ կրպակ աշխատացնեն, մինչև 60 միլիոն դրամ, 0% հարկ։ 60-ից 180 միլիոն դրամ տարեկան շրջանառության հարկը 1%։ Սա իհարկե ենթադրում է, որ աշխատողների եկամտահարկը պետք է պաշտպանվի, սրա այլ բան է մաստ է խոսքը։ Շրջհարկը, գիտեք, փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին, մենք շրջանառության հարկը մինչև 180 միլիոն դրամը տարեկան, հիմա 115-ի կարգ է, մենք բարձրացնում ենք շեմը, 180 միլիոն մինչև 1% հարկ են վճարում, բնականաբար ՀԴԲ-ն խփելով, որպեսզի մենք շրջանառությունը ֆիքսենք։ Այս թվերը պատահական չեն վերցրել ենք նաև Վրաստանի օրինակը եւ այլ համանման երկրների օրինակները։ Ավելացված արժեքի հարկը հիմա գիտեք 20% է, մենք առաջարկում ենք 17%, հիմա կասեմ թե ինչու։ Եվ շահութահարկը առաջարկում ենք 14%, հիմա կասեմ թե ինչու։ Ուրեմն մենք Վրաստանի հետ, քանի որ պատրաստում ենք եւ կոոպերացիան խորացնել եւ Վրաստանը մեր ամենահամեմատելի հարևանն է, պետք է ունենանք համատաբար ավելի լիբերալ եւ ավելի թեթև հարկային դաշտ, քան Վրաստանն։ Վրաստանում ավելացած արժեքի հարկը 18% է, մենք 17 ենք առաջարկում մեր մոտ, որպեսզի ներդրումները այստեղ էլ կան։ Վրաստանի մրցակցային առավելությունները պետք է մենք փորձենք խրախուսել ցածր հարկային բազայով։ Եվ շահութահարկը այնտեղ 15-ը մենք 14% ենք առաջարկում։ Ուրեմն այս պայմաններում հայտնի տնտեսագիտական մոդել կա, որի անունը դրեցին մի ժամանակ Ռեյգանո էկոնոմիկա, իսկ գիտական շրջանակներում որպես Լաֆերի կոր, սա այն դեպքն է, երբ որ կարճաժամկետում, երբ որ դու հարկերը իջեցնում ես, միգուցե բյուջետային մուտքերը կարճաժամկետում պակասեն, բայց միջնաժամկետում եւ երկարաժամկետում բյուջետային մուտքերը ավելանալու են մասշտաբի էֆեկտով, որովհետեւ բիզնեսը զարգանալու է եւ քանակական եւ որակական առումով, եւ դու ստանալու ես բյուջեի լրացուցիչ մուտքեր։ Հիմա հարց կառաջանա, բա այդ ճեղքվածքը կարճաժամկետում ինչպես ենք լրացնելու։ Ուրեմն Հայաստանը աշխարհի ամենացածր մոնետիզացված տնտեսությունը ունի։ Սա մի քիչ մասնագիտական ձևակերպումով ասվեց, ես այսպես ասեմ, եթե վերցնում ենք մեր տնտեսությունը համախառ ներքին արդյունքը, անհրաժեշտ է փող, որպեսզի այդ ապրանքներն ու ծառայությունները գնվեն, վաճառվեն եւ այլն։ Փողի մասսան Հայաստանում կանխիկ փողը եւ անկանխիկ փողը միասին համախառ ներքին արդյունքի 42%-ն են կազմում 25 թվականի տվյալներով։ Համատության համար ասեմ, որ Վրաստանում կրկնակի բարձր է կանխիկ փողի շրջանառությունն ու անկանխիկինը։ Այսինքն փողի մասսան ավելի շատ է։ Հիմա այստեղ փողի մասսան փակել են, որպեսզի իբր ինֆլյացիայի դեմն առնեն, բայց համ ինֆլյացիա կա գների աճը, համ էլ տնտեսությունը խեղդվում է փողի բացակայությունից։ Մենք այս կարճաժամկետի համար դրամական զանգվածի ավելացում կանենք, օրինակ Չինաստանի պես երկիրը 100%-ից ավել մոնետիզացիա ունի, դրամական զանգված ավելի շատ է, քան համախառ ներքին արդյունքը, բայց այնտեղ 0% է ինֆլյացիան։ Որովհետև իրանք պետական ֆինանսավորմամբ արտահանման ուղղված բիզնեսի, ենթակառուցվածքների, ռազմաարդյունաբերության ֆինանսավորում են իրականացնում, որը տնտեսությանը զարգանալու շնչելու հնարավորություն է տալիս։ Մենք հենց դա էլ անելու ենք։ Այսինքն դրամական զանգվածի ավելացում, բայց որը չի հանգեցնելու գնաճին, որովհետև դա ոչ թե տպվելու է ու բաժանվի, այլ այդ փողը դրվելու է բիզնեսի մեջ, արտադրության մեջ, ենթակառուցվածքների մեջ եւ արտահանելի կամ ներմուծման փոխարինման ուղղությունների մեջ։ Ահա սա այն իրատեսական մոտեցումը, որը մենք առաջարկում ենք, կլինեն նաև բիզնեսի տեսակներ, օրինակ ոնց որ ոսկու շուկան է կամ մյուս առևտրի ոլորտներն են, որտեղ մենք կառաջարկենք հաստատագրված վճարներ, որպեսզի եւ հաշվապահությունը հեշտ լինի հարկային այդ մարմինների հետ կապված իրականացնել եւ բիզնեսը հեշտ վարել։ Սա է մեր մոտեցումները եւ այս խաղի կանոնները ներդրվելու են Հայաստանի Հանրապետությունում։ Հաջորդը արժանապատիվ թոշակ։ Ուրեմն տեսեք սրանք ինչ ժուլիկություն են արել։ 23 թվականին նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկվել է 82,000 դրամ։ 23 թվականից հետո այսքան ինֆլյացիա է եղել։
Սրանք հիմա իջացրել են նվազագույն զամբյուղի չափը, չգիտեմ 50-60 ինչ որ թվեր են ասում, որպեսզի այն 10,000 դրամ ավելացվածի ակաժներից ես քաշեն, բերեն հասցնեն այդ նվազագույնի չափին ու ասեն տեսեք մենք նվազագույն սպառողական զամբյուղի չափով թոշակ ենք ապահովել։ Ուրեմն ստախոսություն է դա եւ հանցագործություն մեր թոշակառուների հանդեպ։ Մեր թոշակառուները պետք է արժանապատիվ թոշակ ստանալու հնարավորություն ունենան եւ մենք 27 թվականից եւ փուլային տարբերակով հետագայում ավելացումների տրամաբանությամբ առաջարկում ենք հետեւյալը. նվազագույն թոշակի չափ սահմանել 100,000 դրամը եւ յուրաքանչյուր հաջորդ տարի նախորդ տարվա ինֆլյացիայի չափով ինդեքսավորել, այսինքն բարձրացնել թոշակը այն չափով, որով որ ինֆլյացիա է եղել։ Նվազագույն թոշակի չափը սա իրական նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է։ Այստեղ ոչ պոպուլիզմ կա, ոչ ինչ-որ հավելագրում եւ այլն։ Ու 23 թվականին թող բացեն իրենց ինֆլյացիայի տոկոսները նայեն, հաշվարկեն, մտնեն խանութների գները նայեն, առաջնային ապրանքները ինչքանով են թանկացել ու կտեսնեն, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը իրականում 100,000 դրամի շրջանակներում է եղել։ Հիմա եթե նույնիսկ տեղական Ալիևները հայտարարում են, որ իրենք այլևս ուզում են թոշակը բերել նվազագույն սպառողական զամբյուղի, ահա թիվը։ Սա է։ Բայց դա իրենց չի սպառնում, իրենք կուղարկվեն չվաստակած հանգստի, քաղաքական աղբանոց եւ հաջորդ իշխանությունները կապահովեն այս թոշակի չափը մեր թոշակառուների համար։ Հաջորդ առաջարկը, որ մենք անում ենք, դա մատչելի եւ որակյալ կրթությունն է։ Մի քիչ բարի նախանձով լցված հարևան ենք դարել, բայց էլի Վրաստանի օրինակը պիտի բերեմ։ Վրաստանում գիտեք հայտարարվեց, որ բարձրագույն կրթությունը անվճար է լինելու եւ իրենց բյուջեի հետ հնարավորությունները տալիս է։ Հիմա մենք որ տնտեսությունը զարգացնենք եւ այդ հնարավորություն ունենանք, մենք 28 թվականից ամբողջությամբ կհասցնենք, մենք այդ տնտեսական տեմպերը աճի հաշվի առնելով եմ ասում, որ 28-ից ռեալ կհասցնենք, ուրեմն պետական դպրոց մանկապարտեզ, որը սրանք վճարովի են դարձրել, մանկապարտեզ դպրոց, միջին մասնագիտական այդ քոլեջները եւ բուհերը լինելու են անվճար եւ պետության կողմից հովանավորվող։ Այսօրին, որ մենք հասել ենք ժողովուրդ, նաեւ անգրագիտության հետևանքով է եղել, սրանք անգրագիտության հետևանք են, այսօրվա իշխանությունները բացի այդ դավաճանություն, չգիտեմ, ապերախտություն եւ այլություններ, որ կան, նաեւ անգրագիտության հետևանք է այս ամեն ինչը, որ մենք այսօր ունենք եւ կրթության վրա հսկայական ներդրումներ պետք է կատարել, որպեսզի մենք ստանանք Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացիներ։ Հաջորդ առաջարկը դա վարկային գերության եւ բանկային ռեկետի բացառումն է։ Այսօր 100,000-ավոր ընտանիքներ վարկային բեռի տակ են։ Հիշում եք սրանք ինչ էին ասում, երբ որ գալիս էին իշխանության։ Ասում էին բանկերի տոկոսների տակ չկռում են, նո տենց չեմ կարա ձենով ասեմ, բայց չկռում էին, սենց ինչ-որ բաներ էին ասում։ Եվ ասում էին, որ պետք է խաղամոլության դեմ պայքարել, այդ խաղադրույքների բիզնեսի դեմ պայքարել, վարկերի տոկոսների տակ է ժողովուրդը, տոկոսով փողը վերցնում են, խաղադրույք են անում, կորցնում են փողերը։ Ուրեմն սրանց օրոք խաղադրույքային բիզնեսը դարձել է ամենաեկամտաբերը, իրենց կցված օլիգարխը տարեկան 1.5 միլիարդ դոլար փող է աշխատում, եւ սա այն դեպքում է թիվը համադրելի է այն փողի հետ, որ իրենք այդ ապօրինի գույքով ուզում են պահանջել։ Պատկերացնում եք 30 տարվա թալան կոչվածը 1.5 միլիարդ է գնահատվել, բայց իրենց տարեկան եկամուտը մի օլիգարխի իրենց կցված 1.5 միլիարդ դոլար է դարձել, ընդ որում մեր ժողովրդի դժբախտության վրա։ Հիմա բանկերում ինչ է կատարվում։ Ժորժ ջան, այս ուկրաինական պատերազմից հետո 22 թվականից հետո, եթե վերցնենք նույնիսկ վերջին 5-6 տարիները 20 թվականից սկսածը, ուրեմն բանկային ոլորտի եկամուտները 11 անգամ աճել են։
այն որ ասում են թալան, բանկեր, ճնշումներ եւ այլն, ուշադիր 11 անգամ բանկային ոլորտի շահութաբերությունը աճել է վերջին 5 տարվա ընթացքում։ Տարեկան 1 միլիարդ 100 միլիոն դոլար շահույթ ունեն բանկերը հայ ժողովրդի հաշվին։ Հիմա մեր ժողովրդի եկամտաբերությունը, գնողունակությունը, վճարունակ պահանջարկը, սպառման ծավալները 11 անգամ աճել են, երկու ոչ։ Նույնիսկ 2 անգամ չեն աճել, երբ որ վերջին 5 տարում համախառն ներքին արդյունքը 2 անգամ աճ է գրանցել։ Ուրեմն սրանք եկել էին իշխանության աղքատության դեմ պայքարի լոզունգներով, բայց աղքատությունը հաղթարեցին իրենց գրպաններում, մարդկանց մեղադրելով, որ ձեր գլխում է աղքատությունը, մինչդեռ սրանց պարագայում մենք հետևյալ բանաձևը ունենք, աղքատությունը և գրպանի դատարկությունը հաղթարել են Թավշյա կոչված հեղափոխությունից հետո, բայց իրենց գլխի դատարկությունը դեռ մնացել է ու հնարավոր չի հաղթահարել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մեր առաջարկը հետևյալն է։ Քանի որ զանգվածային բնույթ է կրում մարդկանց տոկոսի տակ, վարկերի տակ ճկռելը, մենք առաջարկում ենք հետևյալը, որ մինչև 5 միլիոն դրամի չափ վարկային պարտավորությունների մասով առաջացած բոլոր տուժ-տուգանքները չեղարկել կենտրոնական բանկի միջամտությամբ և բանկերի հետ համաձայնությամբ։ Ես կարծում եմ, որ դրա հնարավորությունը կա։ Հիմնավորումները բերեցինք, Ժողովուրդ ջան, տուժ-տուգանքները, չենք ասում վարկը, մայր գումարը, բայց տուժ-տուգանքները, որ առաջացել են մինչև 5 միլիոն դրամի վարկերի պարագայում, բանկերը կարող են չեղարկել, եթե չէ, ուրեմն մենք օրենքով դա կանենք։ Բա դուք 11 անգամ շահութաբերությունը ավելացնեք, բա մարդկանց տուժ-տուգանքներն էլ հետները, ասենք, այս մենք թշնամի չենք ներսում։ Բանկերը սնուցող համակարգ պետք է լինեն, ոչ թե տոկոսի տակ գցող, ասենք, կազմակերպություններ։ Բանկերի հետ ես կարծում եմ ողջամիտ եւ այսպես քնքուշ ձևով կբանակցենք կենտրոնական բանկի հետ եւ կարծում եմ տուժ-տուգանքները կվերացվի մինչև 5 միլիոն դրամի չափով։ Հաջորդը ուրեմն պետք է այնպես անել, որ վարկային տոկոսադրույքների իջեցման քաղաքականություն լինի այ հենց այն իմ ասած մոնետիզացիայի մակարդակը բարձրացնելու միջոցով։ Այսինքն դրամական զանգվածը եթե մենք բարձրացնում ենք, ապրանքի պես բան է փողը, փողը շատացավ, գինի իջնելու է։ Տոկոսադրույքները կիջնեն, հիպոթեկային վարկերը նույնպես կիջնեն եւ տնտեսությունը կշնչի։ Հակադարձ համեմատական կապ կա տոկոսադրույքի վարկերի տոկոսի չափի եւ ներդրումների ծավալների միջև։ Ինչքան տոկոսը բարձր է, այնքան ներդրումները քիչ են։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տոկոսադրույքները իջնեն, որպեսզի մեր տնտեսությունը հնարավորություն ստանա շնչելու եւ լրացուցիչ ռեսուրսներ ստանալու։ Սա էլ մեր այդ բանկային ռեկետից ազատվելու բանաձևը, քանի որ սրանք իրենց գրպաններում հաղթահարեցին աղքատությունը, բայց գլուխներում դատարկությունը մնաց, մենք այնպես ենք անելու, որ փոխվի այդ քաղաքականությունը եւ մենք բոլորս դուրս գանք բանկային ռեկետից եւ վարկային գերությունից։ Հաջորդ առաջարկը առողջ մարմնում առողջ հոգի։ Սա հայտնի բանաձև է եւ հիմնականում 3 մոտեցում ենք ցուցաբերելու այստեղ, ուրեմն պրոֆեսիոնալ եւ սիրողական սպորտի զարգացում։ Հաջորդը այս իշխանության օրոք, եթե աճել է ԱՊ, աճել են գները, աճել է հանցավորությունը, աճել է ավելի ճիշտ ոչ թե աճել է, այլ ներմուծվել է դավաճանություն եւ մի հատ կարեւոր ազգային անվտանգային խնդիր կա, որը էլի աճել է, ընդ որում սարսափելի ծավալների։ Դա թմրամոլության տարածումն է։ Ուրեմն թմրամոլության դեմ տոտալ պայքար է մղվելու, բայց ես կարծում եմ, որ հենց իշխանափոխություն եղավ, այդ թմրամոլության հսկայական զանգված ավտոմատ դուրս է գալու ժողովուրդ։
Սրանք նաև թմրամոլների իշխանություն են եւ բարիզբուն եւ բանը փոխաբերական իմաստով։ Հենց փոխվեցին իրանց հետ տանելու են, չորը հետը գնալու է, այսպես ասած։ Եվ դրա հետ կապված տոտալ պայքար է մղվելու։ Մյուսը առողջապահական ապահովագրման համակարգն է, որը հիմա իրանք ափալ-թափալ արեցին եւ մինչեւ 18 տարեկանների եւ 65+-ի հետ կապված մենք իհարկե այդ համակարգը, որ անվճար առողջապահական ծառայություններ մատուցվեն եւ ցանկը իհարկե նորմատիվ իրավական ակտերով կներկայացվի, բացի այդ մենք 29 թվականից սկսած, ինչու 29, որովհետեւ տնտեսական աճի հնարավորությունները պետք է բերեն բյուջետային մուտքերի ավելացմանը եւ մեզ հնարավորություն տան դա անելու, հաշվի առնելով եւ հարևան երկրի փորձը եւ այլ երկրների փորձերը, մենք հետեւյալ մեխանիզմ ենք առաջարկելու, որը պետք է ներդրվի։ Ուրեմն 29 թվականից սկսած յուրաքանչյուր քաղաքացի ծնված օրվանից ուրեմն ստանում է ապահովագրական հաշիվ շնորհիվ պետբյուջեի։ Ուրեմն 1.5 միլիոն դրամի չափով վիրաբուժական միջամտությունների հատկացում գումար, այդ թվում լաբորատոր հետազոտությունների համար։ Սա մասնագիտական առաջարկ է, երբ որ մարդը ստանում է այդ հաշիվը։ Եվ երկրորդ հաշիվը ստանում է 1 միլիոն դրամի չափով ընթացիկ ոչ վիրահատական բուժումների համար։ Ուրեմն քաղաքացիներն այս համակարգի ներդրման դեպքում նրանք ովքեր այդ արտոնյալներից դուրս են, ֆիքսենք, թոշակառուներին դա չի վերաբերում, մինչև 18-ին չի վերաբերում, առանձին խոցելի խմբերին չի վերաբերում, նրանց անվճար այն ինչ որ կա ապահովագրական համակարգի։ Սա այն քաղաքացիներն են, ովքեր որ դուրս են այդ համակարգերից, իսկ դա մոտավորապես 1 միլիոնի չափ է անում։ Ուրեմն այդ քաղաքացիները այդ վճարը որ ստանալու են, վճարում են իրենց բուժման ծախսերի 30%-ը, մնացած 70%-ը ֆինանսավորվելու է այդ հաշիվներից, որը բացվում է իրանց անվան դիմաց։ Ոնց որ անհատական կൂട്ടակային հաշիվներ կան, այնպես էլ առողջապահական ապահովագրական հաշիվներ են լինելու։ Սա ամբողջությամբ հնարավորություն կտա լուծել այդ առողջության պահպանման հետ կապված խնդիրը եւ մենք կարծում ենք, որ 2 տարի անց արդեն հնարավոր է լինելու այդ համակարգը ներդնել, հիմնվելով այն տնտեսական աճի վրա, որը որ մենք նախատեսում ենք։ Ինչ վերաբերում է բժիշկներին, հիմա մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ բժիշկները համարժեք չեն փոխհատուցվում այս ապահովագրականի վճարի հետ կապված, որ կա, ապահովագրական համակարգի հետ կապված կա իրավիճակ եւ բժիշկները, այսպես ասած, մեծ ճնշման տակ են, մեծ նագրուսկայի տակ են, բայց համարժեք չեն վճարվում եւ այդտեղ մի քիչ խառնաշփոթ է առաջացել։ Մենք առաջարկում ենք այդ բժիշկների հետ կապված կոնկրետ վճարումները ապահովել ըստ իրենց աշխատանքի քանակի, դա արդեն զուտ հաշվարկային process է, որը հիմա մենք չենք ներկայացնի, բայց մեխանիզմը այն է, որ իրենք պետք է ողջամիտ եւ համարժեք վճար ստանան իրենց չարչարանքի դիմաց։ Սա է մեր առողջ մարմնում առողջ հոգի առաջարկի գլխավոր կետերից մեկը։ Հիմա անցնենք արդեն հաջորդին, այստեղ կարող եք ծափարել։ Հաջորդը Երևան, խելացի եւ մատչելի մայրաքաղաք։ Հա, ծառերը կավելացվեն, բայց մենք այսօրվա նկար ենք դրել, հիմա ինչ որ։ Ուրեմն գիտեք, որ Մայր Հայաստան խմբակցությունը ամենաբարձր վարկանիշը ունի Երևանում եւ դա առաջին տարին չի, որ արձանագրվել է, դա տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում է արձանագրվել, նաեւ մեր քաղաքացիների գնահատականն է դա։ Մայր Հայաստան խմբակցությունը տարբեր թեմաների հետ կապված բարձրացնում է խնդիրները, տալիս է դրանց լուծումները եւ մենք առաջարկներ ունենք նաեւ Երևանի հետ կապված։ Իհարկե այդ առաջարկները մի ծրագրի ներկայացման ընթացքում հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել, բայց հիմնականը ուրեմն ժամանակակից տեխնոլոգիաներով քաղաք, որը ասենք սկսած տրանսպորտի կառավարումից վերջացրած այլ համակարգերը պետք է Երևանում ներդրվեն։ Քաղաքական առաջարկով, այստեղ դիսկուսիա չեմ առաջարկում, բայց մենք կարծում ենք, որ Երևանի քաղաքապետը եւ ավականին առանձին ուղիղ մանդատներ պետք է առաջնային ստանան քաղաքացիներից, որպեսզի եւ պատասխանատվության մակարդակը բարձր լինի եւ արդյունավետությունը կառավարման բարձր լինի։ Հաջորդը օդի մաքրության եւ կանաչ գոտիների ավելացման նպատակն է,
որը մենք առաջարկում ենք, մյուսը արժանապատիվ եւ մատչելի քաղաքային տրանսպորտի ապահովումն է, գիտեք, սրանք թանկացրել են, մենք մեր մոտեցումներն ունենք եւ նույնիսկ եթե այդ թանկության պարագայում իրենք չեն կարողացել արժանապատիվ տրանսպորտ ապահովել, իսկ արժանապատիվը գիտեք որն է, որ երբ որ դու գրկված չես, կքված չես, ժամանակին են գալիս, ուրեմն ավտոբուսների սպասման սպասասրահները կահավորված են, այսինքն անձրևի տակ չես մնում, ձյան տակ չես մնում, ցեխը չի շպրտվում քո վրա, չնայած Երևանի անձրևները հենց մի քիչ գալիս են, միանգամից մենք դառնում ենք լճերով շրջափակված երկիր, ես մեկ-մեկ ասում եմ ոչ, մենք մեր Սանկտ Պետերբուրգը ունենք կամ մեր Վատիկանը կամ չգիտեմ Վենեցիան կամ ինչ-որ ջրային քաղաքը, մի խոսքով այդ վիճակը պետք է փոխել, թափոնների վերամաշակման խնդիրը, որը շատ սուղ է դրված, Նուբարաշենում գիտեք ինչ է կատարվում, համայնքի եւ մասնավորի համատեղ ֆինանսավորման միջոցով վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում, որը հնարավորություն կտա համ բեռնաթափել քաղաքը, համ էլ մարդկանց հնարավորություն տալ, որպեսզի իրենք կայանեն։ Դուք գիտեք ավտոկայանատեղիների հետ կապված Մայր Հայաստանը դատի է տալիս, անընդհատ դատերը հաղթում է կարմիր կապույտ կետագծերի հետ կապված, որ թանկացրել են, սրանք էլ պադոշ երեսով անընդհատ շարունակում են թանկ պահել ու հաշվի չեն առնում, թե ինչ է որոշել դատարանը, բայց մենք հետևողական ենք լինելու եւ բնականաբար իշխանափոխությունից հետո դե գիտեք արդեն Երևանում ինչ կկատարվի կոնկրետ ավականիում եւ այլ քաղաքների ավականիներում, մենք անմիջապես չեղարկելու ենք կարմիր եւ կապույտ կետագծերով թանկացման որոշումը։ Դա նաեւ մեր պարտքն է, դա նաեւ դատարանի որոշում է, այնպես որ այստեղ նույնպես մոտեցումը հստակ է։ Հաջորդը հին երևանցիների դեմ պայքարում են, նոր երևանցիների դեմ պայքարում են, ընդհանրապես տպավորություն է, որ ուզում են պատժել երևանցիներին, որ իրենց ձայն չեն տալիս եւ որի արդյունքում իրենք շատ կտրուկ բարձրացրել են գույքահարկի չափը։ Դա որևէ տնտեսական էֆեկտ, բացի սոցիալական հակադրությունների էֆեկտը չի առաջացնում։ Կարող է բյուջետային մուտքերը ավելանում են, բայց Երևանը այլ հնարավորություններ ունի։ Հիմա նորից բերեմ մեր հարևանների օրինակը։ Հիմա նայեք Թբիլիսիում ինչ վիճակ է։ Բյուջեն ավելի շատ, գույքահարկը չկա, որովհետև բիզնեսի միջոցով են իրենք համալրում իրենց բյուջեն Թբիլիսիում։ Հələ Թբիլիսիի մակերեսը նայեք, ընդեղի տրանսպորտի գինը, ստեղի տրանսպորտի գինը, եւ նույնը այնտեղ ուրեմն այդ գույքահարկի հետ կապված։ Ուրեմն իշխանափոխությունից հետո մենք առաջարկելու ենք օրենսդրորեն կրկնակի կրճատել գույքահարկի չափը Երևան քաղաքում։ Հաջորդը, մենք հպարտանում ենք մեր հին քաղաքով, ասում ենք այսքան հազարամյա քաղաք եւ այլն, եւ Էրեբունի թանգարանի հատվածը դա ապացուցում է, բայց եթե նկատել եք ինքը ընդհանուր համակարգից դուրս է մնացել։ Այսինքն Երևանի տուրիստական գոտու համակարգից կամ Երևանի շնչի հետ կապված, իմիջի հետ կապված համակարգից դուրս է մնացել, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ Ուրարտու Էրեբունի նոր համալիրը ինքը դառնա գլխավոր այցեքարտերից մեկը եւ եթե ոչ ամենագլխավորը, իսկ դա հնարավոր է զարգացնել։ Հաջորդը կասկադի ամբողջականացում եւ զարգացում։ Ուրեմն կասկադը կիսատ է, այդտեղ պետք է ներդրումներ արվեն եւ ամբողջականանա կասկադը եւ դառնա մեր քաղաքի հիմնական դիմագծերից մեկը, ոնց որ այլ մայրաքաղաքներում մենք դա տեսնում։ Ուրեմն սա Երևանի հետ կապված, իհարկե առանձին դետալների հետ կապված իմ գործընկերները իրենց մոտեցումները հիմա կներկայացնեն քիչ անց, բայց սա է մեր հիմնական առաջարկները։ Ուրեմն հիշեցինք կարմիր կապույտ կետագծերի թանկացման չեղարկում, գույքահարկի կրկրակի կրճատում եւ արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար խելացի կառավարման համակարգի ներդրման միջոցով։ Իսկ Մայր Հայաստանը ինչպես որ աշխատել է, շարունակելու է աշխատել եւ երևանցիների վստահությունը արդարացնելու է, մենք էլ հուսով ենք, որ երևանցիները մեր վստահությունը կարդարացնեն հունիսի 7-ին։ Մյուսը
10-րդ առաջարկը կոչվում է մեգա նախագծեր Հայաստանի համար։ Այստեղ դուք տեսնում եք Զվարթնոց օդանավակայանի հին Զվարթնոցի պատկերը Գյումրին եւ Էջմիածինը հիմա ես կասեմ թե ինչու ենք սրանք առանձնացրել, բայց բոլոր մարզերի հետ կապված էլ առաջարկները կան։ Բայց հիմնական դրայվերները տնտեսության նաեւ կարող են սրանք դառնալ եւ հիմա բացատրեմ թե ինչպես։ Զվարթնոց օդանավակայանի տարածքում պետք է ձևավորել միջազգային փորձի հաշվի առնելով, իսկ այդ փորձը կա, պետք է ձևավորել ազատ առևտրի կամ այսպես կոչված օֆշորի գոտի ֆինանսական եւ ոսկու խապ դարձնելու հեռանկարով։ Այստեղ նաեւ կստեղծվի բիզնես գոտի միջազգային բիզնես գրանցելու եւ վարելու, ինչպես նաեւ կրիպտո արժույթներ թողարկելու եւ շրջանառելու համար։ Սա միջազգային մասշտաբի բիզնես կենտրոն դարձնելու հնարավորություն է, որի պոտենցիալը Հայաստանը ունի։ Հատկապես, երբ որ Միացյալ այդ Էմիրություններում, Դուբայում խնդիրներ են առաջացել, իրենք էին դարձել, հիմա եթե մենք իրական խաղաղության համակարգը կառուցում ենք, երաշխավորված խաղաղություն ենք ունենում, կոմունիկացիաները բացվում են եւ անվտանգային համակարգի մակարդակը բարձրացվում է, նաեւ հաշվի առնելով այդ ռուս-ուկրաինական այդ բախումները եւ այդ պատերազմը եւ հաշվի առնելով որ Հայաստանը այսպես թե այնպես տարանցիկ գոտի է դարձել ոսկու համար, մենք պետք է ոչ թե ոսկին մեր դիմացով անցկացնենք այսպես, եկավ գնաց ինչ-որ մարդիկ հարստացան այդ ԿՊ-ի շրջանակներից, այլ պետք է այնպես անել, որ ոսկին այստեղ մնա եւ այստեղ մեզ հարստացնի եւ այդ առումով Զվարթնոցի տարածքում պետք է գործի այդ համակարգի ներդրումից հետո թանկարժեք մետաղների առևտրի միջազգային կենտրոն, որը ներառելու է 1 գրամ ոսկու հետ կապակցված ազգային կրիպտո արժույթ, որը հետագայում կարող է ծառայել որպես խնայողությունների եւ գործարքների գործիք։ Սա ժամանակակից բիզնեսի ներդրման հնարավորություն է։ Պետականորեն ներդնել կրիպտո արժույթ, ոսկու հետ կապված, որը պատկերացնում եք միջազգային շուկայում ինչ պահանջարկ կարող է վայելել եւ ինչ արժեթղթային համակարգ զարգացնել ամբողջ աշխարհում։ Այս գոտու շրջանակներում կգործի առաջինը թանկարժեք մետաղների մեծ անվտանգ պահեստարան։ Դրա օրինակը կա Սինգապուրում, ովքեր հետաքրքրվել են կամ ովքեր եղել են Սինգապուրի օդանավակայանում անմիջապես գործում են միջազգային պահեստարաններ, որտեղ պահվում է ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ։ Մենք այդ հնարավորությունը ունենք նաեւ Զվարթնոցի ֆունկցիոնալությունը ապահովելու համար տարածքը կա, ներդրումներ են պետության կողմից այդ համակարգը ներդնելու համար։ Հենց Սինգապուրի օրինակով։ Երկրորդը հումքի վերամշակման եւ թանկարժեք մետաղների ջարդոնի ձուլակտորների ու մետաղադրամների վերացման համար նախատեսված վերամշակման գործարան, որը կօգնի աջակցել ոսկե կրիպտո արժույթի թողարկմանը։ Վստահեցնում եմ ձեզ, հայկական ոսկով, նաեւ միջազգային ոսկով ապահովագրված կրիպտովալյուտան միջազգային վճարամիջոց է դառնալու, եթե մենք խելքներս գլուխներս հավաքենք եւ նորմալ բիզնես կարողանանք վարել։ Դրա փորձը եւ հնարավորությունները կան եւ այդ հնարավորությունները պետք է օգտագործել։ Հաջորդը ստեղծել թանկարժեք մետաղների եւ կրիպտո արժույթների շրջանառության համար առավել բարենպաստ օրենսդրություն, որը կօգնի Հայաստանը վերածել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի։ Սա իհարկե պահանջում է առանձին օրենսդրական կառուցակարգեր, նորմատիվ իրավական ակտեր, բայց եթե պետությունը այս գործը կարողանա կյանքի կոչել, այս գաղափարը, իսկ մենք դա անպայման անելու ենք, ես ես վստահեցնում եմ Հայաստանը միջազգային կատեգորիաների մեջ է մտնելու, եթե դու ուղիղ փոխկապակցում ես կրիպտովալյուտան ոսկու հետ։ Իսկ այդ հնարավորությունը մենք ունենք։ Սա Զվարթնոցի մասով։ Հաջորդը, դուք գիտեք, որ Մայր Հայաստանը ծրագիր է առաջարկել Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ հարկային ռեժիմի առումով ազատ քաղաքի ռեժիմ սահմանելու մասով եւ այդ մեր առաջարկը բացի ԿՊ-ից Գյումրիի ավականու մյուսները կողմ են քվեարկել եւ այդ ծրագիրը կա, արդեն ամբողջական փաթեթը կա եւ Գյումրիի ընտրություններում մենք հենց այդ փաթեթով ենք ներկայացրել գյումրեցիներին եւ այս ծրագիրը կյանքի է կոչվելու Գյումրիում ստեղծվելու ազատ տնտեսական գոտի, որը վերջապես գլխավոր դրայվերներից մեկն է դառնալու Հայաստանի տնտեսական զարգացման եւ դրա բոլոր հնարավորությունները Գյումրին ունի։
Մյուսը, հիմա չասեք որտեղ ընտրություններ մասնակցել են տեղին են առաջարկներ անում, բայց օբյեկտիվ է այդպես ստացվել։ Մենք Վաղարշապատի Էջմիածնի ընտրությունների մասնակցել ենք նույնպես դրական արդյունքով, Մայր Հայաստանը ներկայացավ եւ մենք տեսնում ենք հնարավորություն Էջմիածնինը դարձնել այսպես ասած հայկական Վատիկան, այսինքն միջազգային տուրիստական կենտրոն։ Ժողովուրդ, ովքեր որ մոտիկ էլի օրինակը բերեն, Վրաստանում եղել են Մսխեցիայում, տեսել են թե Մսխեցիան որպես իրենց այսպես ասած հոգևոր մայրաքաղաք ինչ տուրիստական հոսքեր է ապահովում։ Ես ամաչեցի, երբ որ ծանոթացա Մսխեցիայի տեղական բյուջեի չափերի հետ։ Ժողովուրդ ջան, հսկայական գումարներ մենակ այն բանի հաշվին, որ իրանք ռեկլամը լավ են անում, ինֆրաստրուկտուրաները կառուցել են, ստեղծել են եւ կարողանում են ամբողջ աշխարհին ով հնարավորություն ունի, նույնիսկ ասենք այսպես ասեմ 24 ժամյա այդ ԶԱԳՍ-ի ծառայությունը, որ գաս այնտեղ ամուսնանաս, քեզ եկեղեցով գրանցեն, քաղաքացիական ակտով արձանագրեն, այսինքն այդ հնարավորությունները տալիս են եւ բոլորը գնում են այդտեղ տուրիստական որպես կենտրոն, պատկերացրեք գնացին, ծախսելու են, մնալու են, ուտելու են, խմելու են եւ ինչ կենտրոն դարձել։ Հիմա մենք որպես Էջմիածինը հոգևոր մայրաքաղաք ունեցող ժողովուրդ, որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ժողովուրդ առաջինը աշխարհում, մենք հսկայական մշակութային ժառանգություն ունենք, որը միջազգային տուրիստական կենտրոն դարձնելու հնարավորություն է տալու Էջմիածնին, համ այրոպորտին մոտիկ, համ մայրաքաղաքին մոտիկ, համ այդքան մշակութային հնարավորություններ եւ Էջմիածինը զարգացնելու հնարավորություն ենք մենք ունենալու եւ մենք կարծում ենք, որ նաեւ հաջորդ տնտեսական դրայվերներից մեկը հենց հայկական Վատիկան ստեղծելու է։ Վատիկան ասում եմ այն իմաստով բիզնես կենտրոն ամբողջ աշխարհը գնում է, չէ՞ այնտեղ։ Ուրեմն մենք էլ մեր հայկական Վատիկան ունենք, որը այն որ ասում ենք, որ Էջմիածին ենք, իրանք հələ շատ հեռու էին, բայց այս առումով մենք ունենք հնարավորություն միջազգային տուրիստական կենտրոն դարձնելու ու քանի Էջմիածնին անդրադարձանք, մենք չենք մոռացել, չէ՞ որ այս սատանաները հարձակվել են հայ առաքելական եկեղեցու դեմ եւ քթները պատին են տվել եւ մենք շարունակելու ենք պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն եւ մեր ծափարություններով հիմա կողջունենք հայ առաքելական եկեղեցուն։